Oggi anche sopra, ecco. C'è stato. Stato faccio vedere. Չեմ պատկերացնում խիամուտքը սենց, բայց գնացինք։ Հիմա ավելի շատ ավերակ է, բայց 360 սենյակ ա ունեցել 16-րդ դարում, երբ որ նոր ա կառուցվել։ Այստեղ պատերի վրա հիմա լիքը արագիլներ են բույն դրել ու շատ հետաքրքիր ա կողքից այդ ամեն ինչին նայելը։ Հա, ճիշտն ասած անսպասելի էր, բայց մաքրության աշխատանքներ են գնում պալատում, Փաշան հրամայել ա, որ արագի մեջ մաքրեն մարդագալուտուն։ Սա էլ դրսի հատվածն է, այս փոսերի մեջ այգիներ են, իսկ մի քիչ այն կողմ արդեն լողավազանները։ Ուրեմն մենք արդեն դուրս ենք եկել Elbadi Palace-ից ու գնում ենք Riyadh breakfast անելու, որոշեցինք մինչև breakfast-ը հասցնենք։ Ու դե 3 թիքետներ առել ենք, չենք կարողացել մտնել, որովհետև ժամը 3-ին Ռամադանի պատճառով փակվում էր Palace-ը, մենք ժամը հենց 3-ին ենք գնացել, որ արևը քիչ լինի։ Մի խոսքով այսօր գնում ենք, ասում եմ, բայց մի վարքյան, նավսյակի այդ QR-ները տամ մարդ ես կարող է անցնի, ճտասնում է այդ մարդը QR-ը, շուրջ ձայն է գալիս սարքից ու նենց սարքա, որ դաժե այն երկաթիքներից չկա վրեն էլի։ Մի խոսքով վերցնում է երկրորդ QR-ը, մոտիկացնում է date-ին, ասում եմ, վсё, եթե date-ին է մոտիկացնում, ուրեմն ջոգել է, որ սխալ է, չի անցնում։ Մոտիկացնում է date-ին, երկրորդ QR-ն էլ ճտասնում, անցնում ենք ներս, մտնում ենք Palace երեկվա առած թիքետներով։ Նենց էի ուրախացել, որ նորից չենք տվել 10 եվրո, երկու հատ 10 եվրո թիքետ առել։ Բարձրացել ենք մեր Ռիադի տանիք։ Այստեղից իջնում ենք երկրորդ հարկ, որտեղ էլ գտնվում է մեր սենյակը։ Սենյակը ցույց չենք տալիս, կներեք։ Այ, հոպ։ Այս ձայնի բարձրությունը հուսամ փոխանցվում է, բայց իրենք օրվա մեջ 5 անգամ այսպիսի աղոթքի ժամ են ունենում։ Իսկ հիմա որոշել են գնալ թեյախմության շատ սիրուն տեղում, հենց հատուկ մարոկական թեյ խմելու համար գնացինք։ Եկել ենք պրեմիում թեյախմության experience-ի, այստեղի մասին ինձ թվում է շատ մարդ չգիտի ու շատ տուրիստիկ չի դեռ, բայց շատ սիրուն է։ Հեսա թեյին էլ բերեն խմենք ու արդեն վերջնական կարծիք կհայտնեմ, բայց first impression-ները շատ լավն են։ Ինչ հետաքրքիր է։ Այս մեկի մեջ գրած էր, որ gunpowder tea է, մեջը շաֆրան կա, gunpowder չգիտեմ իրական ինչ է, բայց շատ համով է։ Այս սրանք մարոկական պեչենիներ են, 3 տարբեր region-ներից, տարբեր համերով։ Բանը էլի, այնց շատ այնց վաութեր են, խմես այնց ինգլես, սովսորաս ընկացած։ Բայց չայը вообще վաու լինում է։ Բավական դիգուտ ես չայ չեմ սիրում կամ կոֆե ավելի շատ եմ սիրում։ Մեր ուրցից լավ հայ չկա։ Ուրցից։ Ուրց։ Մեզ ասացին, որ այստեղ ինչ-որ ուրիշ հետաքրքիր հատվածներ էլ ունեն, ասացին, տենց կարա գնաք, նայեք, review թողնեք։ Ինձ թվում է ստեղ մտածում են, որ ես տենց բեսան յութուբեր եմ, որտեղ երեկել փողոցում ինչ-որ մեկը հետևիցս գոռում է, are you a YouTuber? Դե արի բացատրի, որ առաջի վիդեոս եմ նկարում։
բազմել ես լեռներին ունես ցածրաշեն արծիվների բույն մի բան ասեմ շատ սիրուն է այս մասը Այս ինչ է ներքևը Բարձրացել ենք rooftop, ստեղ էլ նստելու տեղեր կա ու ստեղից նաև քաղաքին է տեսարան բացվում Անկեղծ եմ ասում, ես իրենց ռեկլամ չեմ անում, պրոստը ցույց եմ տալիս ուր ենք եկել Երևի մի 3 ժամա շուկայում ման են գալիս ու այնքան բանադուրս գալիս, որ ռեալ ուզում եմ առնեմ, բայց ես գույների հետ կապված մի քիչ տենց խնդիրներ ունեմ, չեմ կարում ճիշտ գույն կողմնորոշվեմ ու շատ եմ դրա վրա տանջվում ու հասկանում եմ, որ լուչը չառնեմ, քան սխալ գույն առնեմ ու տենց ես երևի մի 20 հատ բան ա եղել, որ հավանել եմ, ուզեցել եմ առնեմ, բայց տենց էլ չեմ առել, զուտ, որ գույնը չկարեցա կողմնորոշվեմ Եկել ենք Elfen հյուրանոց, որը ունի նաև բուտիկ խանութ և rooftop ռեստորան Տեսար է տղան դեմքը փակել էր Համովա Ինչ? Ինչ? Սեղանը հետ առենք Այս կոմ? Են են կոմ Հա Բորտի կնգնի վրից Բայ, լավ Կոկոսի դուխիով է ես Քաղցրիկի գնումներ Մենք արդեն մեր ոչ այնքան մարոկական դիներից վերադառնում ենք տուն, վերցրել ենք քաղցրիկներ ու վերցնելու ենք նաև ելակ, եթե իհարկե շուկան բաց լինի ու enjoy անենք երեկոն, որովհետև վաղը արդեն մեր վերջին օրն է փաստացի լինելու Մարաքեշում ու հաջորդիվ գնալու ենք շատ հետաքրքիր տեղ, դրանով հետո արդեն կկիսվեմ